Բարև Օլիմպոս, եթե արդեն բաժանորդագրվել եք բոլոր հնարավոր սոցիալական հարթակներում եւ դիտել նախորդ թողարկումները, այսօր ձեզ համար շատ հետաքրքիր հյուր ունենք։ Վերջապես մենք տաղավարում հյուրընկալել ենք կին մարզիկի եւ այն էլ ինչպիսի մարզիկի դիմավորեք Եվրոպայի չեմպիոն, շատ ուժեղ բռնցքամարտիկ Անի Հովսեփյան, ողջույն Անի ջան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Վաղուց ենք սպասում քեզ։ Դե պատմիր հիմա ինչ փուլում ես, ինչ մարզումներ ես անցկացնում եւ ինչ կարևոր մրցումների ես պատրաստվում։ Այս բային մարզումային փուլի մեջ ենք, իհարկե ոչ հավաքների, տոնուսը պահելու համար անձնական մարզիչից հետ շարունակում ենք մարզումները, նախապատրաստվելով սեպտեմբերին կայանալիք թերևս տարվա կարևորագույն մրցաշարից մեկին աշխարհի առաջնությանը ու դեռևս պլանները կապված են աշխարհի առաջնության հետ։ Անի, ուզում եմ խոսենք այն խնդիրներից, որոնք ամեն դեպքում լրատվամիջոցների համար իհայտ եկան այս փետրվարին, երբ որ հավաքականի գլխավոր մարզիչը հայտարարեց, որ նպատակահարմար են գտել քեզ չտանել աշխարհի առաջնություն, բայց դու հերքեցիր դա եւ ասացիր, որ քո ցանկությամբ չես մեկնել աշխարհի առաջնություն։ Խնդրում եմ ասես, ինչ խնդիրներ կային։ Իրականում ստացված տեղեկությունը մի փոքր թերի էր, քանի որ այնտեղ նյութի մեջ նշված էր, այսինքն գլխավոր մարզիչը նշել էր, թե հոգեբանական խնդրի պատճառով եմ հրաժարվել աշխարհի առաջնությունից, իհարկե դա այդպես չէր, խնդիրները ավելի խորն էին, հոգեբանական խնդիր չկար, քանի որ պատմել էի, տեղյակ եք, որ աշխարհի առաջնությունից առաջ առաջին ուսումնամարզական հավաքը ես անցկացրել եմ Անգլիայում, համարյա 2.5 շաբաթ, որից հետո, այսինքն նպատակս եղել է լավ մարզավիճակով մասնակցել աշխարհի առաջնությանը, բայց քանի որ այստեղ ֆեդերացիայի հետ կապված մի փոքր խնդիրներ եղան, առաջին հերթին անձնական մարզիչ չտանելու ֆակտորը առաջ եկավ, այնտեղ այդ հարցը բարձրացանեցի, որից հետո մնացած խնդիրները, որոնք որ այն չեն տալիս այն հնարավորությունը պատշաճ ձևով մասնակցել աշխարհի առաջնությանը ու դրանից հետո եղան մի փոքր խնդիրներ, որից հետո որ ես որոշեցի չմասնակցել։ Խնդիրը այն է, որ աշխարհի առաջնության ես մեկնում էի մարզիչների հետ, այնպիսի մարզիչների հետ, որոնց որ ես չեմ ճանաչում, այսինքն մասնագիտական առումով չեմ ճանաչում ու չգիտեմ արդյոք խնդիրների դեպքում ռինգում ինչ որ խնդիր լինելու դեպքում մարզիչը կարող է ինձ օգնել, թե չէ, խոսքը իհարկե վերաբերվում է ընկեր Բադալյանին, ընկեր Մելքումյանին, որոնք որ ինձ որպես մարզիկ առհասարակ չեն ճանաչում։ Եվ իհարկե այդ հարցերը բարձրացնելուց հետո խնդիրներ եղան, մի փոքր վեճեր եղան, որից հետո ես վերջնականապես հրաժարվեցի աշխարհի առաջնությունից ու չմասնակցեցի։ Չնայած որ Անգլիա մեկնելս հենց նպատակ եմ ունեցել լավ մասնակցել աշխարհի առաջնությանը, ու ինչու՞ չէ նաև մեդալ նվաճել։ Եվ ում հետ խոսեցիր եւ խնդիրը բռնցքամարտի ֆեդերացիայում արդյոք կարևոր ուշադրության արժանացավ եւ հետագայում որոշակի հետևություններ արեցին։ Իհարկե ֆեդերացիայի նախագահի հետ չեմ կարողացել խոսել, որովհետև իրեն ընդհանրապես չենք տեսնում երկրում, հարց եղած դեպքում էլ մենք չգիտենք ում դիմենք, հա իդեպ հունվար ամսին անցկացում էր Հայաստանի առաջնությունը, որից ես հրաժարվեցի, չմասնակցեցի, հիմնականում բորբոքումը իրենց կողմից դա եղավ, որ ես ինքս հրաժարվել եմ, խոսել եմ փոխնախագահի հետ, անկեղծ չեմ էլ ուզում իր անունը նշել, ովքեր որ գիտեն, շատ լավ գիտեն, ով է ֆեդերացիայի փոխնախագահը, բնականաբար իրեն բարկացրեցին այն հարցերը, որոնք որ ես իրեն ուղղեցի, այնտեղ հավաքների, նույն հավաքները, այսպես ասեմ, տարբերությունը տղամարդկանց տրամադրում են 15-ից 16 օր ծաղկաձորյան հավաքին, իսկ կանանց հավաքականին չգիտես ինչի տալիս են 11-ից 12 օր։ Սա կարամ ես դիտարկեմ որպես գենդերային անհավասարություն, այսինքն կանանց իրավունքները սպորտում ինչ-որ չափով պաշտպանված չեն, չունենք հավասար իրավունքներ, այն ինչ որ ունեն տղամարդիկ։ Իհարկե այդ ամեն ինչը բարկացեց փոխնախագահին ու որից հետո ավելի լարված մթնոլորտում անցավ այդ ամեն ինչը ու դրանից հետո արդեն վերջնականապես հրաժարվեցի։ Պլյուս դրան նաև այն եղավ, որ իմ անձնական մարզիչին չէին ուզում ինձ հետ ուղարկել։ Ամենակարևոր ստուգատեսին իհարկե, որ մարզիկը իրեն ավելի լավ զգա։ Այսինքն նկատում ես, որ մեր բռնցքամարտի ֆեդերացիայում տղամարդկանց հավաքականին, տղամարդ բռնցքամարտիկներին շատ են ուշադրություն դարձնում, քան կին։ Իրականում ես մի քանի տարիների ընթացքում 5-րդ տարին անունդ մեջ ոչ միայն ես, այլ շատ ու շատ կին մարզիկներ, բռնցքամարտիկներ զգացել են այդ տարբերությունը, չգիտեմ, ֆինանսապես, հավաքների ամենափոքր բանն եմ ներկայացնում ձեզ հավաքները, բայց դրա մեջ այնքան կարևորություն կա, այսինքն տարբերությունը դնում են հենց հավաքներից, ավելի քիչ են մեզ տրամադրում,
չգիտեմ, աշխարհի առողջությանը ես ինքս տեսնելով թե իմ ընկերները ինչպես են պատրաստվել աշխարհի առողջությանը, եթե ես լինեի գլխավոր մարզիչ, ուղղակի այդ թիմը չէի տանի աշխարհի առողջության, որովհետև եթե աշխարհի առողջությանը գնում ես ուղղակի մասնակցության համար, ավելի լավ է չգնալ։ Ես ինքս լինելով, եթե լինեի գլխավոր մարզիչ, միանշանակ այս պայմաններով այս թիմը չէի տանի։ Իսկ ինչ պայմաններ էին։ Նախ Ծաղկաձորյան հավաքը, որին իդեպ մեկ շաբաթ մասնակցեցի, որից հետո ինքս էլի հրաժարվեցի եւ տուն գնացի, քանի որ այնտեղ արդեն խոսակցություն կար, որ չեմ գնալու։ Վերջնական որոշումս կայացրեցի արդեն Ծաղկաձորից վերադառնալուց հետո, որից հետո արդեն կանանց հավաքը կան առանց ինձ 4-5 օրվա հավաքը անցկացրել Օլիմպիավանում, որից հետո մեկնել եմ Բուլղարիա։ Բուլղարիայում իհարկե ֆեդերացիայի կայքը ներկայացնում են շատ լավ, որ Հայաստանի կանանց հավաքականը ուսումնամարզական հավաքի անցկացնում Բուլղարիայի հավաքականի հետ, բայց այնտեղ շատ լավ տեղակ ենք, որ դատարկ դահլիճում են անցկացրել ու ոչ մի պայմաններ չեն եղել աշխարհի առողջությանը լավ պատրաստվելու համար։ Պայմանները կարծում եմ ֆեդերացիան եւ ամեն ինչ անում է, ես այդպես եմ վերլուծում, որ կանանց բռնցքամարտը ուղղակի մահանա, Հայաստանում մահանա։ Ես մենակ դա կարող եմ ենթադրել։ Ընդհանուր առմամբ, եթե նայում ենք Հայաստանի մակարդակով, առհասարակ կանանց սպորտը մեր բավական հետ է եւ պատճառներից մեկը նաեւ այն է, որ ավելի քիչ ուշադրություն են դարձնում, ավելի քիչ գումարներ են ներդրում։ Այո։ Դա էլ հենց բերում է նրան, որ մենք հաշված մարզաձևերում ունենք կին մարզիկներ, որոնք էլ միջազգային մակարդակով չեն կարողանում մրցունակ լինել։ Քո կարծիքով ինչով ենք մենք զիջում աշխարհին, ինչ պայմաններից ենք մենք զուրկ, դուք հատկապես մարզուհիներդ, որ կարող եք էլ ավելի լավ նվաճումների հասնել։ Կարծում եմ այս խնդիրները, ինչքան որ ես եմ կարողացել հասկանալ, այս քիչ պայմանները, ինչ որ շատ վատ պայմանները ազդում են նաև հոգեբանության վրա։ Այսինքն չես փորձում, հա, համեմատվել մրցակիցների հետ, բայց ուզես չուզես համեմատվում ես։ Օրինակ ընկերներ ունեմ, ովքեր որ օրինակ աշխարհի առողջությունից առաջ 10 օրյա, չգիտեմ, 15 օրյա հավաք են անցկացնում մեկ այլ հավաքականների հետ ու ընդհանուր հասկանում ես, որ իրենք այն ստանում են պայմանները, որոնք որ պետք է մեդալ նվաճելու համար, դա կլինի թե աշխարհի առողջություն, թե Եվրոպայի առողջություն, բայց նայելով մեր պայմանները, դա արդեն հոգեբանության վրա է ազդում, այսինքն մենք ինչ ենք անում դահլիճում, մեշոք խփելուց բացի, իրար շատ լավ ճանաչում ենք, իդեպ մենք սպարինգ պարտներներ չունենք Հայաստանում, իհարկե աղջիկները առանց այնպես շատ քիչ են ու տղամարդկանց հետ անելով է կարող եմ միանշանակ ասել, որ դու չես կարողանում հասկանալ ինչքանով է դա քեզ օգուտ տալիս։ Բնականաբար տղամարդիկ ավելի ուժեղ են խփում, ավելի տեխնիկապես են ու դա էլ իր հերթին մի բարդություն է։ Չգիտեմ, հնարավոր է այս հարցին կանանց հավաքականին, այսպես ասեմ, եթե լիներ այն հնարավորությունը, որը որ տրամադրվում էր առաջ տղամարդկանց, հիմա չեմ կարող ասել այդ նույն հնարավորությունը տրամադրվում է տղամարդկանց, թե ոչ, առաջվա մասին եմ խոսում, միանշանակ արդյունքները ավելի շատ կլինեին, քան հենց տղամարդկանց հավաքականում, որովհետև մենք շատ նվիրված ենք մեր գործին, իհարկե չեմ ասում, որ տղամարդիկ նվիրված չեն, ուղղակի քիչ լինելով այս դժվարության մեջ կանայք ավելի կամային որակ են ցույց տալիս, կամքի ուժ են ցույց տալիս, բացի ֆիզիկական դժվարությունները, պայքարել նաև այս արհեստական դժվարությունների դեմ։ Անի ջան, ուզում եմ հասկանալ, այս դժվարությունները երբվանից սկսվեցին, միշտ են եղել, թե արհեստականորեն սկսեցին ավելանալ։ Իրականում անցած մեր նախկին նախագահը Արթուր Գևորգյանի ժամանակ տարիքով իհարկե ավելի փոքր է, հնարավոր է եւ չեմ բացառում այն, որ խնդիրներ եւս եղել են, ուղղակի տարիքս ավելի փոքր եմ եղել ու հնարավոր է չեմ նկատել այդ խնդիրները, բայց տարիքի հետ քանի մեծանում ես ու հասկանում ես, որ խնդիրները համենայն դեպս վերջին 5 տարվա ընթացքում այս խնդիրները կան։ Ու սա ոչ թե փոքր ինչ-որ խնդիր է, այլ գլոբալ շատ մեծ խնդիր է, որի պատճառով հնարավոր է ինչ-որ մի ամիս, ինչ-որ տարի կա, ուղղակի մարզիկները չցանկանան շարունակել մարզվել, ինչի համար, որովհետև չկա ֆինանսական օգնություն, չկան պայմաններ, ես ինքս բռնցքամարտը դիտարկում եմ ինձ որպես աշխատանք։ Ինձ որ հարցում են ինչ ես աշխատում, որ վաստակես գումար, ես միանշանակ պատասխանում եմ, որ բռնցքամարտը իմ աշխատանքն է, ես դրանով ոչ միայն ճանաչելիություն եմ ձեռք բերում, այլ նաև գումար եմ աշխատում։ Դա է իմ աշխատանքը։ Ու եթե այս պայմանները շարունակական լինեն, միանշանակ կարող եմ ասել, որ կամ ուղղակի երկրում չեն մնա, չեն մարզվի, կամ ուղղակի կթողնեն, փնտրելով այլ աշխատանք։ Հիմա այսինքն հավաքականի մյուս անդամները, մյուս աղջիկները, քանի որ Հայաստանում գիտենք նվաճումներ լինում են, հետեւաբար նաև
դրամական պարգևներ են լինում։ Այսինքն գումարներ չեն ստանում, թե ուղիղ կախված է ինչ արդյունք կբերես։ Մենք գումարներ ստանում ենք մենակ պետությունից, որոնք որ նախատեսված են բոլոր մարզիկների համար, իսկ աջակցություն ֆեդերացիայի կողմից, որոնք որ պետք են լինեն, մեդալես ի վերջո նվաճում չկան։ Իդեպ շեշտեմ, որ այն ժամանակ, երբ որ ես դարձա Եվրոպայի չեմպիոն 22 թվականին, նույն տարում Հովհաննես Բաչկովը դարձավ Եվրոպայի չեմպիոն ու եւս մի քանի հոգի, ովքեր որ մեդալներ նվաճեցին, իրենք իհարկե ստաբիլ իրենց գումարները ստացել են, իսկ կանանց հավաքականից, ովքեր որ արդյունք են արել, ոչ մեկ ոչ մի գումար չի ստացել։ Ու այսինքն ֆինանսական աջակցությունը եղել է մենակ պետական մարմին պետությունից, այսպես ասեմ։ Այսինքն կանանց մեդալները ավելի ցածր են, հա, գնահատում, քան տղամարդկանց։ Վերաբերմունքը դա է ցույց տալիս, որ գենդերային անհավասարությունը տիրում մեր ֆեդերացիայում։ Այսինքն, եթե Եվրոպայի չեմպիոն ես, բայց նայում են սերը, եթե աղջիկ ես, լավ, ուրեմն դու ֆինանսական աջակցություն չես ստանալու։ Շատ լուրջ խնդիր է իրականում, չգիտեմ, համենայն դեպս մենք արհեստական դժվարությունների ավելի շատ ենք հանդիպում ու շատ ենք նեղվում այդ ամեն ինչից, քան հենց ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, որը մենք ամեն օր տանում ենք։ Դա իհարկե տանելի դժվարություն է, այսպես ասեմ։ Բայց շատ անարդար է, այսինքն ունենալ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, ինչ տարբերություն կին տղամարդ, մանավանդ որ դու առաջին մեր չեմպիոնն ես բռնցքամարտում, ընդհակառակը պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձվեր։ Ոչ միայն Եվրոպայի, ունենք մինչև 22 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էլիդան Քոչարյան, ով Անուշը Գրիգորյան մեծերի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ով երկար դատարից հետո վերջապես նվաճեց մեդալ։ Չգիտեմ, այդ տիպի մարզիկներին, ովքեր որ այս ամեն ինչից ելնելով էլի մեդալներ են նվաճում, պետք է գոնե ինչ-որ աջակցություն լինի։ Թեկուզ ֆինանսականը ուզում եմ մի կողմ դնել, գոնե վերաբերմունքի առումով էլի, որ քիչ են, բայց էլի ինչ որ չափով այս դժվարությունները մի կողմ դնելով էլի փորձում են արդյունք գրանցել, բայց դա կապ չունի ֆեդերացիայի համար։ Իսկ երբ միասին զրուցում եք, փորձում եք հասկանալ իրավիճակը, ինչ եք հասկացել, ինչն է ձեզ պահում ամեն դեպքում բռնցքամարտում այսքանից հետո։ Ինձ թվում է սերը, նվիրվածությունը բռնցքամարտին, որովհետև ցանկացած մեկը մեր կողմից ուղղակի չենք պատկերացնում այլ աշխատանք անելուց, այսինքն սա մեզ համար ավելի ճիշտ է ֆիզիկական դժվարություններ կան, բայց ավելի հեշտ է մեզ համար ու այս ամեն ինչը հեշտացնում ենք այս դժվարությունը ինչի համար, որովհետև շատ ենք սիրում մեր գործը։ Ուղղակի կարծում եմ այս անարդարությունը, եթե անընդհատ բարձրաձայնել, խոսել, ասել, արտահայտվել, ինձ թվում է ինչ որ մի օր կգա, որ այս ամեն ինչին վերջ կդրվի։ Այսինքն սպորտում պետքա բոլորը հավասար իրավունքներ ունենան ու կապ չունի սերը դա կին է, թե տղամարդ է, եթե նույն դժվարության միջով անցնում են, ուրեմն պետքա բոլորը ունենան հավասար իրավունքներ։ Մենք մեր հենց այս հաղորդման շրջանակներում փորձում ենք իրոք վերհանել այդ խնդիրները եւ իրոք դու ասում ես բաներ, որոնք մինչ այս չեն բարձրաձայնվել ամեն դեպքում լրատվամիջոցների կողմից։ Իսկ քո թիմակիցները քեզնից բացի ուրիշները խոսեցել են ֆեդերացիայի հետ։ Բողոքը կա, ուղղակի լսելի չի ոչ մեկին։ Այսինքն կան էլի աղջիկներ, ովքեր որ բողոքում են այս իրավիճակից, որովհետև դա ուղիղ իմաստով ազդում է արդյունքների վրա։ Չեն ապահովում պայմաններ, բայց պահանջում են արդյունք ու երբ որ ինչ որ անհաջողություն է լինում Եվրոպայի ու թե աշխարհի առաջնություններում, բողոքում են, ասում են, որ կանանց հավաքականը արդյունք չի կարողանում ցույց տալ։ Առաջին հերթին կխնդրեմ ֆեդերացիայի ղեկավարությանը իրենք հետ նայեն ու հասկանան, թե ինչ պայմաններ են ստեղծել իրենք կանանց համար, որ հետո պահանջեն։ Ուրիշ այլ բան է, երբ կան ամբողջ պայմանները, ֆեդերացիան ամբողջ ուժերով աշխատում են, որ արդյունք լինի ու արդեն այդտեղ մարզիկն է թերանում, իհարկե դա արդեն մարզիկի խնդիրն է, բայց եթե չկան պայմաններ ու մարզիկը իր կաշվից դուրս գալով ամեն ինչ անում է, որ թեկուզ բրոնզե մեդալ նվաճի ու մեդալ ունենա իր ամբողջ կարիերայի ընթացքում, դա լրիվ այլ հարց է։ Նույնիսկ երբ համեմատում ենք կանանց եւ տղամարդկանց Հայաստանի առաջնությունները, հունվարին երբ որ եղավ, մենք էլ ներկա ենք, շատ քիչ են աղջիկները ու անգամ եզրափակիչ գոտեմարտեր չեն լինում։ Ամեն հաշային կարգում հաշված մարզիկներ են եւ այդ պայմաններում, երբ որ չունեք նաեւ միջազգային մրցաշարերի փորձ, որտեղից է հետաքրքիր, թե ոնց եք դուք կարողանալու նման ուժեղ մրցակիցների հետ մեդալներ նվաճել։ Ես անկեղծ ասած վերջին անգամ չեմ հիշում, թե երբ եմ մասնակցել միջազգային մրցաշարերի իմ մասնակցությունը միշտ եղել է Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում, այո։ Ու իդեպ Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալը, որ այդպես ստացվեց, իհարկե ակնկալիքներս այլ էր այդ Եվրոպայի առաջնությունից, գոհ չեմ նաև այդ մեդալից,
դրանք էլ իր բացատրությունն ու իր պատճառները ունեն, քանի որ նախօլիմպիական տարում քաշային կարգս փոխեցի, առհասարակ ես մասնակցում եմ 70 կիլոգրամում, ստիպված եղա իջացնել քաշս 66-ում ու իհարկե այդտեղ ադապտացիոն շրջան է հարկավոր, այսինքն դու պետք է ադապտանաս, ոչ թե միանգամից մասնակցես վարկանիշային մրցաշարի։ Իհարկե երկար խոսելուց հետո ֆեդերացիայի նախագահի ղեկավարության հետ ինձ խոստացան, ասեցին, որ մի քանի միջազգային մրցաշարեր կանցկացնես, որպեսզի դու ադապտանաս այդ քաշին, բայց այնպես ստացվեց, որ ես այդ քաշը փորձեցի միանգամից Միլանի վարկանիշային մրցաշարում ու իհարկե անհաջողությունը անխուսափելի էր, իհարկե։ Ես ուզում եմ իմանալ մարզիչները ոնց են, մարզչական նաև փոփոխություն եղավ, Վազգեն Բադալյանը գլխավորեց թիմը։ Իրենք ոնց են ընդունում այս խնդիրները, ոնց ինչ են մտածում։ Եվ որևէ բան փոխվել է նոր մարզչի հետ։ Իրականում չեմ խոսել իր հետ, ընկեր Բադալյանի հետ, արդյոք ինքը բարձրաձայնում է որպես գլխավոր մարզիչ ֆեդերացիայում այդ հարցերը, քանի որ եթե չեն լուծվում, ուրեմն չեն բարձրաձայնում կամ բարձրանալու դեպքում ուղղակի չեն լսում։ Ուղղակի չեն ուզում ընթաց տալ այդ ամեն ինչին։ Ես մենակ կարող եմ դա ասել։ Ուղղակի ուզում եմ հասկանալ, եթե մարդը չի չէ, միշտ միջազգային մրցաշարերի ժամանակ ենք մենք տեսնում այս մարզիկին տանենք Եվրոպա, թե չտանենք, որքանով է պատրաստ։ Ստուգատես է, չէ՞, պետք հասկանալու համար ինքը հոգեբանորեն թե ֆիզիկապես պատրաստ է, եթե ձախողի միջազգային մրցաշարը, այսինքն իմաստ չունի իրեն ուղարկել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության։ Եվրոպայի ու աշխարհի առաջնությունը մեր դեպքում, կանանց դեպքում դարձել է մի հատ փորձադաշտ։ Այսինքն գնացիր հոգեբանորեն այդ ամեն ինչը մի կողմ թողեցիր, դու ինքդ քո մեջ ուժ գտար, մասնակցեցիր, կարողացար մեդալ նվաճել, շատ ավելի լավ։ Իրենք ծափահարում են, իրենք առաջին են նյութերը տեղադրում, իրենք ասում են, որ ֆեդերացիան ամեն ինչ արել է, որ այս մեդալ լինի։ Եթե չլինի, իհարկե ամբողջ այդ խնդիրները բարդում են մարզիկի վրա, որ հոգեբանորեն պատրաստ չէր, ֆիզիկապես չաշխատեց, չուզեց աշխատել։ Իրականում շատ ենք լսում, որ ասում են մտավ ռինգ, ուղակի չուզեց անել։ Ես երբեք չեմ հասկանա այդ ասածը, որովհետև բռնցքամարտիկը երբ մտնում է ռինգ, իր համար հաճելի չի, երբ որ ինքը ծեծ է ուտում, սենց ասեմ, հա, ու ինչ է նշանակում չուզեց, չաշխատեց։ Դա ուղղակի իրենց խնդիրները քողարկելու մի շատ լավ միջոց, այսինքն ամեն ինչ բարդել մարզիկի վրա։ Այսինքն դուք մենակ եք ձեր խնդիրների հետ, հոգեբանականը մի կողմից, ֆիզիկականը մյուս կողմից, որովհետև ի վերջո այդ ցավը, ինչպես ասեցիր, հարվածները դուք եք, չէ՞, ստանում, ոչ մեկ ձեր կապտուկները չի զգում ինչի արդյունքում։ Բայց ֆիզիկական ցավը իհարկե էլի եմ ասում, տանելի է, բայց եթե կան արհեստական ինչ-որ խոչընդոտներ, այդ դրա դեմ պետք է պայքարել ու պայքարել այնպես, որ չազդի քո մարզումային որակի վրա։ Այսինքն դու քնում ես, զարթնում ես, անընդհատ մտածում ես, թե ինչի է այս վիճակը։ Ախր լավ կին եմ, բայց այս սպորտում եւս ես ուզում եմ արդյունք անել, մեդալ նվաճել ու նույն երկին եմ ներկայացնում, նույն դրոշն եմ բարձրացնում եւ այլն եւ այլն։ Ես ուղղակի մինչեւ հիմա անկեղծ եմ ասում, այդ տրամաբանություն չեմ հասկանում։ Ինչ է նշանակում կնոջ դեպքում պետք է ունենալ անհավասար պայմաններ։ Ես ուղղակի չեմ կարող բացատրեմ։ Կամ ինչու չզարգացնել կանանց սպորտն էլ հավասար տղամարդկանց, ի վերջո պոտենցիալ ունեն մեր աղջիկները, բոլոր ովքեր որ լինի լիարժեք պայմաններ ու ուշադրություն, միանշանակ վստահ եմ, որ չեն լինի 1-2 մեդալներ մեծահասակների պայքարում, այլ կլինեն շատ միանշանակ։ Ուղղակի խնդիրները ավելի այս բանին ավելի ուժեղ են, քան հենց մեր համառությունը, որը որ մենք ուզում ենք ցույց տալ։ Անի այդ դեպքում ինչպես դու կարողացար դառնալ Եվրոպայի չեմպիոն, այդ խնդիրները կային։ Ինչպես կարողացար հավաքվել, ինքդ քեզ հաղթել, մի կողմ դնել այդ բոլոր դժվարությունները։ Իրականում Եվրոպայի առաջնությունից հետո մասնակցում էինք աշխարհի առաջնությանը, ելի առանց միջազգային մրցաշարերի, արդեն այդ ժամանակ մասնակցում էինք Ռաֆայել Մերաբյանի գլխավորությամբ աշխարհի առաջնությանը 5-րդ տեղը կարողացա գրավել մեդալային պայքարից, ցավոտ պայքարից դուրս մնացի ու այսպես մի զգացողություն կար, չգիտեմ, ինքս ինձ է երևի, եթե Եվրոպայի առաջնությունը ինձ համար sense վերջին ինչ որ ստուգատես լիներ, ինքս ինձ փորձելու համար ու մտածում եի, եթե այստեղ էլ չստացվի, հնարավոր է ուղղակի թողնեմ սպորտը, որովհետև երբ որ գալիս է հոգեբանական ինչ-որ մի հատ պիկի է հասնում այդ ամեն ինչը, ինքդ քեզ չես կարող կառավարել ու բնականաբար ռինգում չես կարող անել ու երկար ինձ համոզելուց հետո, չգիտեմ, ինքս ինձ ասելով, իհարկե էլի կասկածներ կային, որ մենք այն ամեն ինչը չենք անցել, որը որ հնարավոր է տանի, ես ամենակիչը հույս ունեի գոնե մեդալ նվաճեի, բայց երբ մեդալը նվաճեցի, իհարկե այդտեղ ավելի վստահությունը
խորացավ ու հասկացա, որ ինքս եւս երկու մենամարտ պետք է համոզեմ ու ինքս ինձ հավատամ, որ իրոք ես կարող եմ։ Ու իրականում ստացվեց, բայց պայքարը գնալով դժվարանում է, աշխարհարարությանը չես կարող անընդհատ քեզ համոզել, որ դու ուժեղ ես, որովհետև աշխարհարարությունում կան մրցակիցներ, որոնց հետ որ դու պետք է հավասար պայքար մղես հաղթանակի հասնելու համար, ու այդտեղ պետք է նաև թե ֆիզիկական ու թե հոգեբանական շատ բարձր պատրաստվածությունը։ Նաև աստորեն քեզ մարտահրավերներ են պետք, նախ ինքդ քո առաջ պետքա դնես ու գնաս դրանց հետևից։ Եվ այդ ոսկին, որ եղավ, ինչ փոխեց քո կյանքում, քո կարիերայում, դու դարձար առաջին կին բռնցքամարտիկը, որը Եվրոպայից ոսկի բերեց։ Վստահություն միանշանակ փոխանցեց ինձ այդ մեդալը, իհարկե ամեն մրցաշարի ես պատրաստում եմ այնպես հաշվի չառնելով, թե նախկինում ինչ նվաճումներ եմ ունեցել, բայց դրանից հետո մասնակցեցի աշխարհի առաջությանը Հնդկաստանում 23 թվականին, այնտեղ եղավ անհաջողություններ, չգիտեմ, կարող եմ ասել, որ կապված են այդ ամեն ինչը, ուղղակի ժամանակ առ ժամանակ բաց թողումները իր տեղը զգացնել տալիս, այո։ Իսկ աշխարհի առաջությանը չես կարող համեմատել Եվրոպայի առաջության հետ, որովհետև այնտեղ Ազիան է մասնակցում, որը որ համարվում է ամենաուժեղ կոնտինենտալ երկրներից մեկը, Չինաստան, այնտեղ Հնդկաստան, որոնք որ շատ մեծ մրցակցություն է առաջարկում, որին պետքա շատ լավ պատրաստ լինել։ Հիմա դու ասացիր անձնական մարզիչիդ հետ ես պարապում։ Ինչ պլաններ ունես, այս խնդիրները նորից վերես բարձրացնելու, ինչ կապի ես դուրս եկել ֆեդերացիայի հետ։ Ֆեդերացիայի ղեկավարության հետ ընդհանրապես վերջինս, այսինքն ինչ եղավ այն որոշումը, որ չեմ մասնակցում աշխարհարարությանը, ոչ մի կապ չկա, իմ մարզչի հետ, ընկերվածի հետ ենք պատրաստում այս բանին մեր դահլիճում, պահելով մարզավիճակը, եթե հանկարծ ինչ-որ այլ ծրագրեր լինեն, մենք պատրաստ լինենք։ Հունիս-հուլիս ամիսներին նախատեսել ենք մեկնել Անգլիա, նախապատրաստական փուլ անցկացնել այնտեղ, ինչու՞ չէ նաև դիտարկել պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալը, ու եթե այս խնդիրները լինեն մինչև օգոստոս, դե մեր աշխարհարարությունը սեպտեմբերի 4-ից 14-ն է լինելու, այդ դեպքում ամբողջ կարիերաս կշարունակեմ արդեն պրոֆեսիոնալ ռինգում։ Եթե այս խնդիրները չեղան, իհարկե մեծ սիրով ու մեծ ոգևորությամբ կմասնակցեմ աշխարհարարությանը, որովհետև այնտեղ դու քո երկիսն ես ներկայացնում, դրոշ ես բարձրացնում ու միանշանակ վստահ եմ, որ այնտեղ ամենակիչը մեդալ ես կարող եմ նվաճել։ Մյուս կողմից էլ պրոֆեսիոնալ ռինգը մանավանդ հիմա գնալով ավելի է տարածվում, ավելի շատ գումարներ են շրջանառվում եւ քեզ համար հիանալի հնարավորություն կլինի նաեւ ֆինանսական առումով կայունություն ձեռք բերել։ Այնտեղ ամենակարևորը չկա գեներային անհավասարություն, այնտեղ եթե նայում են մարզիկների որակին, եթե լավն ես, կարող ես եւ թե քեզ համար գումար աշխատել եւ թե պրոմոտերների, մենեջերների համար իրենք ընդհանրապես իրենց համար հետաքրքիր չի սերը, դա կինա թե տղամարդ, իրենք միանգամից այդ պայմանագիրը առաջարկում են, այդ կողմից իհարկե շատ շահավետ միջոց է, թե գումար աշխատել, թե ինչու՞ չէ նաեւ ճանաչելիություն ձեռք բերել, իհարկե։ Գիտեմ, համենայնդեպս նախնական այս մեծ հույսով սպասում եմ, որ կմասնակցեմ աշխարհի արարչությանը, որովհետև վերջինս ամիսների ընթացքում շատ լավ մարզավիճակում եմ ու աշխարհի արարչությունից առաջ միանշանակ լիարժեք կմտնեմ լավ մարզավիճակի մեջ ու արդեն ըստ լավ վիճակով կմասնակցեմ։ Ինձ հետաքրքիր է հավաքականի մարզիչն էլ չի փորձել կապվել քեզ հետ։ Իհարկե խոսել է, փորձել է նախորդ աշխարհի արարչության հետ, որ մասնակցե, իհարկե ես մնացի նույն համոզմունքին, որ ուղղակի պետք չի մասնակցել։ Հիմա այս վերջին շրջանում դեռ չկա, երևի թե արդեն մի քանի ամիս հետո կլինի հայտագրումը աշխարհի արարչության համար, ինձ թվում է կապի դուրս կգամ։ Կգնաս հավաքականի հետ պատրաստվելու աշխարհարարության, թե միջև վերջ ուզում ես քո անհատական ծրագրով քո մարզչի հետ պատրաստվել։ Եթե այնպես ստացվի, որ միջև աշխարհարարությունը մնամ Անգլիայում, հնարավոր է այնտեղ էլ իմ նախապատրաստական փուլը կանցնեմ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների հետ, այնտեղ սպարինգ պարտներները իհարկե ավելի շատ են, կանանց հավաքականը այնտեղ ավելի զարգացած է, իսկ եթե պլաններս փոխվեն, իհարկե մեծ սիրով իմ հավաքականի հետ մարզումներս կանցկացնեմ։ Իհարկե այս ամեն խնդիրները կապված չեն ազգային հավաքականի հետ, ես մեծ պատվով ու էլի մեծ ցանկությամբ կուզենամ մասնակցել, ուղղակի այստեղ խնդիրը լրիվ այլ է։
Մենք այս խնդրի շրջանակներում ընդհանրապես Հայաստանում բռնցքամարտի հետ կապված քննարկումներ էլի կունենանք եւ ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, հուսանք նրանք կգան ինչ-որ բացատրություններ կտան։ Հուսամ։ Ամեն դեպքում հետևողական կլինենք եւ մեզ էլ է հետաքրքիր բարձելու թե ինչն է պատճառը։ Ուղղակի առհասարակ այն մարտիկ այն ղեկավարությունը ով գալիս է, չգիտեմ, ներկայիս նախագահը կլինի թե հետագայում մեկ այլ մեկը ուրիշ մեկը կլինի, ուղղակի որպես մարզիկ խնդրում եմ, որ լինի այդ հետևողականությունը հավասարաչափ, որպեսզի սպորտը հետագայում ուղղակի չմահանա։ Կոնկրետ բռնցքամարտի դեպքում կարծում եմ վերջին այս մի տարիների ընթացքում արդյունքները խոսում են իմ փոխարեն օլիմպիական խաղերում մեկ մասնակից, այն էլ վերջին փուլում Թայլանդի օլիմպիական խաղերում, այո, դա ուղղակի կարծում եմ ավելի լռել, ոչ մի բան չխոսել այդ առիթով, ուղղակի ֆեդերացիայի աշխատանքը ցույց է տալիս մարզիկների արած արդյունքները։ Մանավանդ որ աշխարհում տեսնում ենք թե ինչ տեմպերով են կին մարզիկներին տեղ տալիս եւ օլիմպիական խաղերում Փարիզում հավասար են քանակությամբ եւ լոսում անգամ կանայք նշում են որ ավելի շատ են լինելու։ Մեր հարևան երկիրը, իդեպ Թուրքիան, որը որ իրենց բարքերով, չգիտեմ, այլ ադատներով ունեն օլիմպիական չեմպիոններ կանանց մասին եմ ասում ու նշեմ, որ կանանց բռնցքամարտը Թուրքիայում ավելի զարգացած է, քան հենց տղամարդկանցը, չնայած որ իրենց տրամադրում են հավասարաչափ պայմաններ։ Օլիմպիական չեմպիոններ, օլիմպիական փոխչեմպիոններ, բրոնզե մեդալակիներ, չասեմ, էլ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ։ Ու կարծում եմ, որ մեր ֆեդերացիան կարող է նաև օրինակ վերցնել մի շարք երկրներից, թե ինչպես են աշխատում, որպեսզի եւ տղամարդկանց բռնցքամարտը չտուժի եւ կանանց։ Օլիմպիական խաղերից էլ հարցնենք, քանի որ խոսք գնաց, ինչ ես կարծում կունենանք մասնակից, կին մասնակից։ Ես մեծ հույսեր ունեմ, որ կունենանք, չգիտեմ, Լոս Անջելեսի օլիմպիական խաղերում մեծ հույսով կան մարզիկներ, հեռանկարային մարզուհիներ, ովքեր որ հետագայում, այսինքն դեռ մի քանի տարի կա, որ մեկնարկի օլիմպիական խաղերը ու հուսամ, որ մինչև այդ խնդիրները լուծված կլինեն ու կլինեն նորմալ լավ պայմաններ ու ինչու՞ չէ, մինչև դա կունենանք աշխարհի ու Եվրոպայի մեդալներ ու չեմպիոններ, որից հետո արդեն մեծ հույսով կմասնակցենք օլիմպիական խաղերին։ Վերջապես կմասնակցենք օլիմպիական խաղերին, որովհետև սա իմ երկրորդ օլիմպիական խաղերն է, որոնք որ ես բաց եմ թողնում։ Ափսոս, հուսանք կմասնակցենք եւ նաեւ ինչու՞ չէ մեդալներ էլ կունենանք թեկուս հետագայում ուղղակի սպասում եմ։ Այս արհեստական, ինչպես դու ես ասում, դժվարությունները կհաղթահարվեն եւ մարդիկ կառերեսվեն իրականության հետ, որովհետեւ ես հիշում եմ, երբ որ դու դարձար Եվրոպայի չեմպիոն, ոչ պակաս ուրախություն էր, քան երբ որ տղամարդ ցանկացած մարզիկ էր դարձել Եվրոպայի չեմպիոն։ Հուսամ այս խնդիրները կլուծվեն, չգիտեմ, նմանատիպ ծրագրերում, հաղորդումներում անընդհատ որ շոշափվի այն թեման, որը որ ոչ մեկի ձեռնտու չի, շոշափվի, բարձրաձայնվի եւ խոսեն այս ամեն ինչի մասին, հուսամ վաղ թե ուշ այս խնդիրները կլուծվեն։ Լավ է, շատ լավ է, որ դու այդ մասին բարձրաձայնում ես, չես վախենում խոսել, որովհետև շատ դեպքերում նեղ շրջանակներում մեզ հետ էլ եղել տարատեսակ խնդիրների մասին խոսում են, երբ ինքներս ուզում ենք ընթացք տալ, ընդհանրապես պետք է նշել, չէ՞, սկզբն աղբյուրը որտեղից է վստահելի խոսքը գալիս, եւ բոլորը հրաժարվում են այս ճանապարհից, մինչդեռ մենք հենց ձեզ ենք ուզում օգնել։ Իմ կարծում եմ ամեն մեկս, որ մեր հերթին վախենանք, ասենց ասած նպաստելու ենք, որ այդ խնդիրը ել ավելի մեծանա, այսինքն ել ավելի գլոբալ հարց դառնա, բայց եթե ամեն մեկս մեր հերթին բարձրաձայնենք այդ խնդիրները, դա այդ խնդիրը գնալով փոքրանալու է, որովհետև կարող է հասնել այդ հարցը հասնի այն աստիճանի, որ արդեն շատ լուրջ վերաբերվեն ու այդ ամեն ինչին լուծում տան։ Ի վերջո նաև սերունդների համար ենք մտածում, միայն քո եւ այս աղջիկների մասին չէ, որոնք կարելի է մեկ ձեռքի վրա հաշվել այնքան քիչ է։ Դեպ շատ արագ է զարգանում բռնցքամարտը, կանանց փոքր տարիքային խմբերում, կրսեր տարիքի պատանիների այդում այնքան աղջիկներ կան, ովքեր որ զբաղվում են ու հետևելով ինձ, Անուշին, Էլիդային մնացած բռնցքամարտիկներին, որ մենք արդեն մեծ տարիքային մեծահասակների շրջանում արդեն արդյունքներ ենք անում, իրենք դրանից ողջևորվում են։ Ու իհարկե ինչ է պետք դրա համար մենակ նպաստեն նա, որ կանանց բռնցքամարտը զարգանա, Հայաստանում զարգանա։ Ես իհարկե շատ եմ ուրախանում, որ ավելի ցածր տարիքային խմբերում տեսնում եմ, թե երեխաները ինչ ոգևորվածությամբ են պարապում ու ուզում են դառնալ եւ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ։ Ի վերջո մեկիդ նայելով եւ ոգեշնչվելով ենք, ինչպես դու Սիզիկ Ենտիկյանից ես տեսել եւ ոգևորվել։ Իհարկե։
Եվ մի օր էլ ամեն դեպքում ես հույս ունեմ, որ դու կգնաս պրոֆեսիոնալ բռնցքամարտ, սիրողականում քո նպատակներին հասնելուց հետո եւ մենք կունենանք ոչ թե հայազգի Սուզի Կենտիկյան, այլ կունենանք Հայաստանից հենց դուրս եկած մեր դպրոցը անցած Անին պրոֆեսիոնալ ռինգում։ Այո։ Անի, քանի որ մենք ոչ միայն ուզում ենք կանանց խնդիրներից խոսել, այլ նաև մարզային, իսկ դու մարզից ես։ Մարզում ինչ խնդիրներ են առհասարակ լինում, բախվում, դու ստիպված էիր գնում Էջմիածնում, մարզվելու հետո Երևան տեղափոխվեցիր։ Իրականում մարզերում շատ լուրջ խնդիր է մարզադահլիճները, Արմավիր քաղաքում կան մի քանի մարզադահլիճներ, որոնք որ ենթակա չեն մարզման, այսինքն այնտեղ կան կիսաքան վիճակ է տիրում, որը այն պայմանները չեն, որտեղ որ հնարավոր է մարզվել, այո, իսկ երբ սկսել եմ բռնցքամարտով զբաղվել, այդ ժամանակ ընդհանրապես չեն եղել դահլիճներ, որից դրա համար Էջմիածնի Աղավնատուն գյուղում եմ մարզվել, իհարկե այնտեղ ֆիզկուլտուրայի դահլիճում ենք պարապել, որից հետո արդեն հավաքականը ձևավորվեց ու տեղափոխվեցի Երևան, իսկ մարզերում շատ լուրջ շատ մեծ խնդիր է դա։ Մարզիկներ, երեխաներ կան, ովքեր որ ֆինանսականից ելնելով չեն կարող գնալ հասնել Երևան, մարզվել, այդ պատճառով կան օրինակ երեխաներ ուղղակի չեն մարզվում խնդիրներից ելնելով երկար ճանապարհի պատճառով, ֆինանսի պատճառով ու շատ կուզեի, որ նաև մարզերում լուծվել այդ խնդիրը, որ երեխաները առանց ինչ-որ խնդրի ցանկության դեպքում մարզվեին։ Շատ խնդրահարույց ստացվեց մեր այս եթերը, հուսամ, որ պատկան մարմինները թե նախարարությունը, թե ֆեդերացիան հետևություններ կանեն, չնայած հուսալ ինչ-որ շատ երկար է ստացվում տարիներ շարունակ ոչ դահլիճները։ Ուղիղ արդեն հույս ունենք, որ ինչ-որ մի բան կփոխվի, բայց հույսը վերջում է մահանում, հիմա մեր դեպքում պետք է սպասել համբերատար։ Բայց շարժվեք, ժողովուրդ, շարժվեք, որովհետև մենք ունենք լավ մարզիկներ եւ ուղղակի ամոթ է նրանց կորցնել կամ Եվ ինչ որ բան անելիս ոչ թե ցուցադրական անելու նկարենք, հրապարակենք, ասենք, այլ տակը հիմք լինի, իմաստ լինի, որ այս մարդիկ ուղղակի իրեն ժամանակը եւ տարիները չկորցնեն, այլ կարողանան բերել այն նվաճումները, որը պետք են մեր երկրին։ Ի վերջո բոլորն են, չէ՞, բարտանում, որ Հայաստանը սպորտային, երբ որ նվաճումների պահը գալիս է, բոլորը տեր են, բայց սպորտության դեպքում մարզիկը ամբողջ այդ բեռը իր ուսերին դրած տանում է ու ամբողջ այդ պատասխանատվությունը ինքն է կրում։ Ուղղակի ինձ թվում է ցուցադրական պետք չի այդ ամեն ինչը հրապարակել, ուղղակի արեք ձեր աշխատանքը ու արդյունքը միանշանակ ինքը իրենով կգա։ Սրտացավ լինենք ու սիրենք, իսկապես սիրենք։ Դե լավ, քեզ այդպես տխուր բաց չթողնենք, մի փոքրիկ հարցաշար ունենք քեզ եւ կուզենք իմանալ քո կարծիքը։ Ուրեմն այսպես, Անի, բարձրակրունկներ թե սպորտային կոշիկներ։ Կարող եմ երկուսը ընտրել, եւ նա առիթներն իհարկե բարձրակրունկներ, իսկ առօրյա կյանքում սպորտային կոշիկներ։ Ժամանակ ընկերների հետ թե հետաքրքիր գիրք։ Ընկերների հետ։ Առավոտյան մարզում թե խոհանոցում աշխատանք։ Ոյ, մարզում միանշանակ։ Առողջ սնունդ թե fast food։ Առողջ սնունդ։ Առանց դիմահարդարման թե դիմահարդարումով։ Առանց։ Դարալիկ թե Երևան։ Դալարիկ միանշանակ։ Քաշ հավաքել թե գցել։ Ոյ, ինձ թվում է քաշ հավաքել։ Դիմային թե կողային հարված։ Դիմային։ Նոկաուտ թե նոկդաուն։ Նոկաուտ։ Ժամանակից շուտ հաղթանակ թե անչափ գեղեցիկ պայքարում ոչ ոքի։ Ժամանակից շուտ հաղթանակ։ Վիկ Դարչինյան թե Արթուր Աբրահամ։ Իրական շատ դժվար հարց եք տալիս, բայց երևի Վիկ Դարչինյան։ Շնորհակալ եմ։ Ես ձեզ եմ շատ շնորհակալ հետաքրքիր զրույցի համար։ Մենք ենք շնորհակալ եւ սիրելի հետևորդներ, եւս մեկ անգամ ձեզ ասենք, որ Անի Հովսեփյանն էր մեր հյուրը, մենք բազմաթիվ խնդիրների մասին խոսեցինք եւ կրկին ԿԳՄՍ նախարարությանը եւ Բռնցքամարտի ֆեդերացիային ուղղակի խնդրում ենք, որ հետևեք այն խնդիրներին, որոնց մասին խոսեց Անին եւ լուծում տվեք դրանց եւ ոչ թե հակադրվեք մարզիկների հետ։ Իսկ խնդիրների մասին իմանալու համար անպայման բաժանորդագրվեք մեզ բոլոր սոցիալական հարթակներում եւ առաջինը իմացեք, թե ինչ է կատարվում մեր մարզաշխարհում։ Կհանդիպենք։